Աստծո ժողովուրդ ողջունում եմ ձեզ մեր Տեր Հիսուսի անունով Արթից օգտվելով սիրելի քույրեր շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի օրվա մարտի 8-ի կապակցությամբ Աստված թող օրհնի ձեզ միշտ այսպես գեղեցիկ լինեք դուք որ նայում եք հայլու մեջ երևի ասում եք չէ արա դե սիրուն եմ էլի չեք ասում Ասեք, բասեք, նայեք հայլու մեջ ասա, ինչքան գեղեցիկ ես, հայլու մեջ նայի ու ասա, ինչքան գեղեցիկ ես, ով, մի հատ անուն ասեք, ով, մի հատ անուն ասա, Սամվել ջան, չէ, դու չէ, Սուսանքուր, ասա, ինչքան գեղեցիկ ես, Հեղինե Հիսուսովնա, իմ մաման, Շնորհակալություն, ինչքան գեղեցիկ ես, Մարինե Հիսուսովնա։ Լսեք, ամեն անգամ նայելուց հայլու մեջ դուք պետք է հասկանաք, որ դուք Հիսուսի աղջիկն եք։ Տղեկ, չնեղվեք, եսի պրոստը աղջիկների տոնն է։ Նայելուց հայլու մեջ ասա, դու Հիսուսի աղջիկն ես։ Դու ստացել ես Հիսուսի հայրանունը։ Այսինքն նա քեզ որդեգրել է։ Որդեգրել մենք շատ անգամ օգտագործում ենք ասում, բայց հենց ասում հայրանուն մի քիչ կասկածելով եք մոտիկամ, չէ, լսի, եթե քեզ Հիսուսը որդեգրել է, քեզ ընդունել է որպես իր աղջիկ, ուրեմն նշանակում է քեզ տվել է իր ազգանունն էլ, հայրանունն էլ, իր ունեցվածքն էլ, իր ամբողջ ժառանգությունն էլ, ես չեմ հորինում, գրված է Աստվածաշնչի մեջ։ Մենք Հիսուսի ովքեր ենք, ժառանգն ենք և ժառանգակիցը։ Էսի մեծ պատիվա։ Քուրեր ջան, շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի կապակցությամբ, միշտ այսպես ուրախ եղեք, միշտ այսպես ժպտերես եղեք, միշտ այսպես ձեր աչքերը այսօր չգիտեմ ինչի հենց հատուկ է փայլում։ Ես չեմ իմանում, երևի դուք արթնանում եք ու ասում եք այսօր իմ օրն է։ Ժողովուրդ ջան, մենք այսօր հավաքվել ենք ոչ միայն կանաց տոնի առթիվ, մեր առաջին նպատակը այսօր մեր Տիրոջը փառաբանելն է, մեր Տիրոջը երկրպագելն է, գալ նրա սրահները եւ հպվել նրա ներկայությանը, հպվել Տիրոջ փեշերին, հպվել տերատես կինը ինչպես արեց, ինքը ինչպես բժշկվեց, ասեց մի անգամ կպչեմ, մի հատ կպչեմ, Նա չէր փափագում, որ Հիսուսը պետք է ձեռ դնի ամբողջ քաղաքի առաջ հայտարարի, նրա հավատքը հերիքեց, որ մի հատ հպումից Հիսուսին նա ստանա իր բժշկությունը։ Տասնյակ տարիների տառապանքը մի հպումով Հիսուսին ինչ արեց։ Վերացրեց։ Նա չկանչեց, հո Հիսուս, արի, Հիսուսն էլ եկավ, սենց ասեց, դե լավ, դե որ կանչում ես, չէ, ոչ, Հիսուսը անցնում էր ամբոխի մեջ, այսօր Հիսուսը այստեղ ամբոխի մեջով անցնելու է, և կարող է դու չկանչես նրան, կարող է ուղղակի նստած դիտես, թե ոնց է Հիսուսը կպնում կողքինիդ, կարող է տեսնես Հիսուսը ոնց է Այնպես է հպվել կողքինիդ, որ նա արտասվում է և դու իրա կողքը այսպես կանգնած նայես, բայց Հիսուսը անցնում է, բայց դու ունես մեծ հնարավորություն կպչես նրան, հավատքով կպչես նրան, հիմա կասեք Ռուբեն եղբայր, ես ինչեր ես խոսում, ժողովուրդ ջան, Հիսուսը այսօր այստեղ անցնելու է, փառաբանության ժամանակ այստեղ է լինելու, Քարոզի ժամանակ այստեղ է լինելու, հենց հիմա նա այստեղ է, ու դու կարող ես ուղղակի դիտել, թե նա ինչպես անցավ քո կողքով, կամ էլ կարող ես հպվել նրան, երկուսն էլ մեր որոշումն է, հիմա եթե դու կարծում ես, որ սա ուղղակի Ռուբեն եղբոր գեղեցիկ խոսքերն է, ես քեզ հավաստիացնում եմ, սա Աստծո խոսքն է ասում, որտեղ երկուսը կամ երեքը հավաքվեն նրա անվան շուրջ, այնտեղ եմ ես նրանց մեջ։ Մինիմում այսօր ես մեկ էլ թող մեկը ձեռք բարձրացնի, ավագը առաջինը բարձրացրեց, այստեղ ենք Հիսուսի
անվան շուրջ հավաքված։ Աստծո խոսքը ստում է։ Վստահ ես, որ ճիշտ է ասում։ Դե ընդունիր այս խոսքերը։ Այսօր Հիսուսը կողքովդ անցնելու է։ Քո ցավը ի՞նչն է։ Այսօր այդ ցավով կպիր Հիսուսին։ Մի սպասա, թե թող գա կկպնի, չէ, Հիսուսը պարտավոր չի գա քեզ կպնի, մենք պետք է գնանք նրա սրահները։ Հիսուսը այստեղ է, մենք պետք է քայլանենք, մենք պետք է շարժառիթ ունենանք, մենք պետք է ցանկություն եւ ծարավ ունենանք նրան հպվելու։ Եթե ոչ, ուրիշը հպվելու է կողքիդ նստածը, բայց դու այդ քո ցավը մեջդ գնալու ես։ Բայց դա ոչ թե Հիսուսի խնդիրն է, այլ քո խնդիրն է։ Ընդունիր այս խոսքը։ Ես չէի պատրաստվել, ես ուղակի կանչում եմ, կանգնիր ոտքի։ Մինչև փառաբանության խումբը կբարձրանա, որոշումդ կայացրու, որ ես այսօր հպվելու եմ Հիսուսի զգեստի գոնե ծայրին։ Եթե չհասցնես գրկախառնվես Հիսուսի հետ, գոնե նրա զգեստին կպի, գոնե նրա զգեստին պրոստը քսվի, և ցավդ քանի տարվա, 10 տարվա, 20 տարվա, 30 տարվա, ամբողջ քո կյանքի ցավը մեկ վայրկյանում կգնա։ Այո, փառք Տիրոջը։ Եկեք նրան աղոթք բարձրացնենք։